Երևանի կենտրոնական հատվածում Բաղրամյան և Օրբելի փողոցների խաչմերուկում մեկնարկել է Skyline-ի շինարարությունը Հայաստանի առաջին քաղաք-քաղաքում կոնցեպտով թաղամասը, որտեղ նախատեսվում է կառուցել 5 երկնաքեր, յուրաքանչյուրը 35 հարկանի։ Այս նախագիծը կլինի շրջադարձային կետ Երևանի կառուցապատման ոլորտի, ներդրումային միջավայրի և իհարկե մարդկանց սպասումների համար։ Նախագծի առաջին շենքի հիմնարկերքի արարողությունը արդեն կայացել է։ Skyline-ը պարզապես թաղամաս չէ, այն նոր շունչ է տալիս երևանյան կյանքին և ճարտարապետությանը։ Skyline-ի բացառիկությունն ու աննախադեպությունը պայմանավորված է նրանով, որ այն նախագծվել և իրականացվում է միջազգային լավագույն ստանդարտների կիրառմամբ։ Սա Հայաստանի կառուցապատման ոլորտում նախադեպային փորձ է, համադրելով բարձր ճարտարապետական որակ, ինժեներական անվտանգություն և նորարարական քաղաքաշինական մոտեցումներ։ Նման բարձրության կառույցներ Հայաստանում նախկինում չեն կառուցվել, ինչի պատճառով նախագիծը համարվում է նախադեպային և համարձակ։ Ստեղծվում է ամբողջական նոր քաղաքային իրականություն, խտացված ամբողջ աշխարհում փորձված լավագույն լուծումներով։ Մեր նորմերը ցավոք սահմանափակվում են մինչև 22 հարկ, եւ մենք ընդհանրապես լրիվ այդ հղում արեցինք լրիվ այդ միջազգային փորձի նորմատիվ փոփոխություններին։ Խնդիրներ լինում են, բայց այսօրվա բարեբախտաբար մեր բնակավարի պատկան մարմինները բավականին ճկուն են վերաբերվում, փորձում են հասկանալ միջազգային փորձը։ Նախագծի շրջանակում կառուցվելու են միջազգային դպրոց և մանկապարտեզ, բժշկական կլինիկա, գեղեցկության սրահներ, առևտրային և ժամանցային կենտրոններ, այդ թվում խանութներ, ռեստորաններ, սրճարաններ, կինոթատրոններ, ինչպես նաև գրասենյակային տարածքներ։ Նախատեսվում է նաև Հայաստանի ամենամեծ ֆիթնես համալիրը և բազմաֆունկցիոնալ սպորտային կենտրոնի կառուցումը։ Skyline նախագիծը գործում է քաղաք-քաղաքում կոնցեպտով, ձգտելով այնպիսի քաղաքային տարածքի ստեղծմանը, որտեղ բնակիչը կարող է լիարժեք ապրել, աշխատել, սովորել, հանգստանալ և օգտվել ծառայություններից առանց իր թաղամասից դուրս գալու անհրաժեշտության։ Նախագիծը իրականացված է և հեղինակված է միջազգային հեղինակավոր նախագծային կազմակերպությունների կողմից, որոնց համար սկզբունքային հարց է որակը, կյանքի որակը, sustainability-ն, այսինքն շրջակա միջավայրը և ամենօրյա հարմարավետությունը օգտատիրոջ այդ անշարժ գույքի։ Եվ դա արտահայտվում ամեն ինչի մեջ, սկսած վերելակի սպասելու ժամանակից մինչև մաքուր օդի առկայությունը բնակարանի ներսում։ Նախագծի տարածքում արդեն շուրջ 40 տարի բնակվող քաղաքացիները ոչ միայն դրական են վերաբերվում կառուցապատմանը, այլև նշում են, որ իրենց համար մեծ պատիվ է լինել այս փոփոխության ականատեսը։ Ապագա բնակիչներից մեկը Դիանա Յարալովան նշեց, որ Skyline-ի մեջ իր մասնակցությունն է ունեցել։ Շատ ուրախ եմ, որ իմ տնով Skyline-ի մի մասի մեջ մասնակցություն եմ ունենալու։ Շատ ուրախ եմ, որ ունենալու եմ ստեղ բնակարաններ, օֆիսներ, անշարժ գույք, որովհետև Skyline-ը դա նոր կոնցեպտ է մեր քաղաքում, դա լրիվ իմ համար նոր կյանքի էջ է, եւ ես շատ ուրախ եմ, կարևորում եմ, որ Skyline-ում շատ ամեն ինչ կա նույն տեղում։ Նախագծի մեկնարկից առաջ իրականացվել են մեծածավալ հարցումներ ու վերլուծություններ, նպատակ ունենալով պարզել, թե ինչպիսի ենթակառուցվածքներ ու ծառայություններ են առաջնային այն մարդկանց համար, ովքեր ապագայում բնակվելու կամ աշխատելու են համալիրում։ Ընտրված թիրախային խմբի նախապատվությունների հիման վրա մշակվել է ամբողջական ենթակառուցվածքային լուծում, որը թույլ է տալիս ապահովել հարմարավետ եւ ժամանակակից միջավայր։ Ընտրելով այդ թիրախային խումբը հիմնականում հասկացանք, որ իրար ավելի մոտ կարող է լինել ֆինանսական, բանկային, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները մոտ 150 հարցից բաղկացած մեծ հարցում կազմեցինք, որտեղ ներառված էր ամեն ինչ ճարտարապետությունից սկսած, մինչև ենթակառուցվածքներ, մինչև գնային շեմ եւ այլն ամեն ինչ ներառելով եւ շրջանառեցինք բոլոր այդ համակարգում գործունեություն ծավալող անհատների շրջանակներում, որից որ գեներացվեց կոնցեպտը։ Այս միջոցառումը պարզապես շինարարության մեկնարկ չէ, այն ներկայացնում է նոր խոսք Երևանի ճարտարապետության, քաղաքաշինության եւ կառուցապատման ոլորտում։ Skyline-ը հեղափոխական է նաեւ ներդրումային տեսանկյունից, դառնալով համարձակ նախագիծ, որը փոխելու է ոչ միայն մայրաքաղաքի տեսքը, այլև իր բնակիչների ապրելակերպը։ Ներկայում շինարարությունը արդեն սկսված է։ Առաջին անգամ բոլոր բնակարանները հանձնելու են բարձրակարգ վերանորոգմամբ եւ մասնակի կահավորմամբ, միաժամանակ պատրաստ ընդունելու նոր պատմություններ ու երազանքներ։
Բնակարանները շահագործման են հանձնվելու ամբողջովին վերանորոգված եւ մասնակի կահավորմամբ, դրանք հնարավոր է ձեռք բերել արդեն այսօր, նաեւ հիպոթեկային վարկավորմամբ։